Բարև ձեզ սիրելի բարեկամներ։ Մենք այս դասին կսովորենք ապառնի վաղակատար ժամանակաձևը Future Perfect Tense։ Future Perfect ժամանակաձևը կազմվում է to have օժանդակ բայի future indefinite ձևի և լիիմաստ բայի երկրորդ դերբայի օգնությամբ։ Այսինքն shall have, will have օժանդակ բայերին ավելացնում ենք բայի երկրորդ դերբայը։ Այսինքն կանոնավոր բայերի դեպքում լիիմաստ բային ավելացնում ենք ed վերջավորությունը, իսկ անկանոն բայերի դեպքում օգտագործում ենք անկանոն բայերի երրորդ ձևը։ Հիմա կբերենք օրինակներ հասկանալու համար։ Կանոնավոր բայերի դեպքում կլինի այսպես. I shall have worked. You will have worked. He, she, it will have worked. We shall have worked. You will have worked. They will have worked. Այստեղ տեսեք, օգտագործել ենք work կանոնավոր բայը, որը future perfect ժամանակաձևում օգտագործելիս դարձել է will shall have worked, ավելացրել ենք ed վերջավորությունը։ Այժմ տեսնենք անկանոն բայը օրինակով։ Վերցնենք դու անկանոն բայը, որի երկրորդ ձևը կլինի did, իսկ երրորդ ձևը կլինի done։ Օգտագործում ենք երրորդ ձևը։ Այսպես. I shall have done. You will have done. He, she, it will have done. We shall have done. You will have done. They will have done. Կարծում եմ արդեն հասկացաք, անցնենք առաջ։ Հարցական ձևում առաջին օժանդակ բայը դրվում է ենթակայից առաջ։ Shall I have worked? Will you have worked? Will he, she, it have worked? Shall we have worked? Will you have worked? Will they have worked? Ժխտական ձևում not ժխտական մասնիկը դրվում է առաջին օժանդակ բայից հետո, այսինքն shall will-ից հետո։ I shall not have worked. You will not have worked. He, she, it will not have worked. We shall not have worked. You will not have worked. They will not have worked. Անցնենք հարցական ժխտական ձևին։ Shall I not have worked? Will you not have worked? Will he, she, it not have worked? Shall we not have worked? Will you not have worked? Will they not have worked? Future perfect ժամանակաձևը ցույց է տալիս գործողություն, որը կավարտվի ապառնի ժամանակի որոշակի ժամանակահատվածում։ Օրինակ. I will have saved about $1 million by the year 2020. Մինչ 2020 թվականը ես $1 միլիոն խնայած կլինեմ։ Future perfect-ը նաև ցույց է տալիս ապառնի ժամանակակետից առաջ ավարտված գործողություն։ Ապառնի ժամանակակետը կարող է նշվել մեկ այլ գործողությամբ արտահայտված present indefinite ձևով։ Օրինակ. I shall have washed up before you come. Մինչ քո գալը ես արդեն լվացված կլինեմ։ Այստեղ present indefinite-ը come by-ն է, իսկ shall have washed-ը future perfect ձևը։ Before they come, we will have cleaned up the house. Մինչև նրանց գալը մենք տունը մաքրած կլինենք։ Ապառնի վաղակատար ժամանակաձևը նաև օգտագործվում է պարագայական կապակցությունների հետ, ինչպիսիք են by the end of this month, by next Friday։ Օրինակ, David will have built his house by the end of this month. Մինչ այս տարվա վերջ Դավիթն արդեն կառուցած կլինի իր տունը։ He will have prepared the documents by next Friday. Մինչ հաջորդ ուրբաթ օրը նա փաստաթղթերը պատրաստած կլինի։ Future perfect-ն արտահայտում է նաև իրավիճակ, որն ապագայում կավարտվի։ Օրինակ, The special offers will have finished by midday tomorrow. Վաղը կեսօրին հատուկ առաջարկները վերջացած կլինեն։ Future continuous ժամանակաձևը նաև օգտագործվում է պայմանի պարագա if կապակցության հետ։ Օրինակ. If you don't hurry up, we will not have registered all our documents. Եթե չշտապես, մենք չենք գրանցի մեր բոլոր փաստաթղթերը, կամ մենք գրանցած չենք լինի։
Future continuous-ը նաև օգտագործում է ժամանակի պարագաների հետ։ Օրինակ, My baby will have been 6 months on the 1st of April. Ապրիլի 1-ին իմ փոքրիկը կդառնա 6 տարեկան, իսկ բառացիորեն եթե թարգմանենք կասենք ապրիլի 1-ին իմ փոքրիկը 6 ամսեկան դարձած կլինի։ Այս դասին այսքանը, կհանդիպենք մյուս դասերին, մնացեք Quiz AM-ի հետ։